Վերջին հրապարակումներիս հետ կապված ընդհանրական և եզրափակիչ պարզաբանում կատարեմ, սա պետք է վաղուց տեսաձայնագրեի, հետաձգել եմ, համբերել, ուրեմն տեսեք հարգելիներ, ինձ դուր չի գալիս այն Հայաստանը, որտեղ կարող են ազատամարտիկին սպանել իր դիտողության համար, այսինքն ինքը պատերազմի դաշտում վիրավորում չստանա, բայց իր հայրենիքում նրան սպանեն դիտողության համար, հիշում եք չէ, այն ազատամարտիկին երիտասարդ հայ էր, սպանեցին, որովհետև վարորդին դիտողություն էր արել, որ փողոցով դանդաղ քշիր, երեխաներ են վազվզում, սպանեց նրան դիտողության համար, պատանիները իրար սուր գործիքներով հարվածում են, երբեմն սպանում, ձեզ դուր է գալիս այս Հայաստանը, շատերն անտարբեր ապրում են, գոյատևում, ես անտարբեր չեմ, ներող եղեք, ինձ դուր չի գալիս այն, որ առողջ բաներ ես տեղադրում, հրապարակում, դրանք չեն տարածվում։ Եվ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, ուրեմն թեթևամիտ ղժժունին, տգետ բամբասունցը կամ պաթոս մշտականյանը, իմ կարծիքը կամ ասացները կհավանի, չի հավանի, կբամբասի, չի բամբասի, կչարախոսի, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ։ Ես միշտ պայքարել եմ և այս փտած համակարգը մենք պետք է փոխենք, այլապես Հայաստանը կկործանվի։ Ես չեմ ասի, որ այգում եմ, բայց այս այգում ինձ բազմիցս անհանգստացրել են, սադրել պահակախմբի աշխատակիցները, թե դու հայ չես, դու չգիտեմ, նման չես հայի կամ փաստաթղթերդ, մի անգամ վեճ է տեղի ունեցել, երբ պատերազմից նոր էի վերադարձել և բավականին զգացմունքային և այսպես ասած վիճակում էի կարելի է ասել սենց ընկճված, որոշակի, բայց ոչ լրիվ, ամբողջապես, մոտեցավ ասում է, հայի նման չես, ինչ-որ համեմատականներ անցկացրեց, բայց մի երկու հարց տաս հայոց պատմությունից, հայոց լեզվից, հայոց երաժշտությունից, չեն կարողանա պատասխանել։ Նրանք չեն կարողանա պատասխանել, շատերը, ոչ միայն պահակախմբի աշխատակիցները, բայց շատերը քեզ արտաքնով են դատում, ներսիդ լույսը չեն տեսնում, ներսիդ մշակույթը չեն տեսնում, կարծում են գրագետ խոսքով մարդը դուխով չէ, հայերեն լեզվամտածողությամբ ասած, բայց չեն պատկերացնում, որ դու 2020 թվականին թշնամու թիկունքում 23 հոգու ոչնչացրել ես Գուրգեն Մարգարյանի վրեժը լուծելով, Սևակ Մնացականյանի վրեժը լուծելով, բայց չես տեսանկարահանել այդքանը, ինչպես շատերը վերցրել են հու, սենց շոր բաներ են արել, ու իգական սեռի ներկայացուցիչները նրանց համարում են մեծ և շատ տեստոստերոնով այր, բայց շատերը այդ արա հորս արև շանտղալն եմ, այդ իրավիճակում եթե հայտնվեին, են տեստոստերոն արտադրող օրգանները կպոկվեին, կընկնեին ներքև, դուք սովորել եք, ձեզ խաբել են, որ գրագետ խոսքով մարդիկ ոգով չեն, հայերեն լեզվամտածողությամբ ասած, ձեզ խաբել են, դուք շատերը, չգիտեմ,
ջրիկ անում են, այն երեխեքին չեմ հաշվում, երեխեքը պետք է լինեն ջրիկ, բայց 30-նանց հասուն առաջին հայացքից մարդիկ վերջերս մի հրապարակում էի կատարել, լեզվաբանական կատակ էր, հա, ոմն անուն ազգանունը չեմ ասի, չնայած սկրինշոթեր արել եմ մեր զրույցի անհաջող այդ վիճաբանության, բանավեճ չէր, ուրեմն վիրավորական մեկնաբանություն էր գրել, պատկառելի տարիքով մարդ, հա, նրան էլ ասացի, որ ձեր ազգանվան տեր մասնիկին դուք արժանի չեք, ձեր նախնիների արժանի կրողը չեք, ինքն էլ գրեց, պատասխանեց, երկրորդ այդ պատասխանը գրեց, ես արժանի կրողն եմ և եթե ինչ-որ մի բան հանրայնացնում ես, պատրաստ եղիր քննադատության, այսինքն իր կարճ խելքով իր գրած վիրավորական մեկնաբանությունը քննադատական բնույթ ուներ, քննադատություն կարող է համարվել։ Էս է, կաղապարների մեջ են շատերը մտել, մտածում են այդ կաղապարները ճշմարիտ են, բայց երբ այդ կեղծիքը սղոցում ես, ելնում են քո դեմ, ելեք, ուզում եք 10,000 հոգի եղեք, ուզում եք 20,000 հոգի եղեք, դուք չեք կարող ինձ վախեցնել, փոքրուց ինձ ոչ ոք է կարողացել վախեցնել, երբ 5 տարեկան էի, մեր բակի երեխաներից մեկը աղջիկ, լեզվական թերություն ուներ, չէր կարողանում հստակ արտասանել բառերը, միակ տղան էի, ով հոգատար էր իր նկատմամբ, միակը, ինչու, որովհետև ես չեմ կարող թույլին ձեռ առնել, բայց ես մթնոլորտը ես հատուկ շեշտեցի էլի, այդ կատակ էր, բայց այդ կատակը ճշմարիտ կետեր ունի, տգետ բամբասունցը, ինչպես ասացի, Պաթոս Մշտականյանը և այն մյուսը որն էր, մոռացա, Ղժժունին, թեթևամիտ Ղժժունին, էս է մեր Հայաստանը, այսինքն մենք էս ենք ժառանգում հաջորդ սերունդներին, հրապարակում ես կատարում, հանգիստ ձայնով, խաղաղ, պատմում ես, թե ինչպես ես Գուրգեն Մարգարյանի վրեժը լուծել, մարդիկ անտարբեր, ինչ-որ հիմար բաներ են սքրոլ անում, չգիտեմ, տարածում, ընդեղ, մոռացել եք, Գուրգեն Մարգարյանին, երբ սպանեցին, ես 9 տարեկան երեխա էի, ես այդքանը իմ մեջ պահելով, 2020 թվականին գործողություն եմ իրականացրել, ճիշտ է, քնածներին չեմ սպանել, այսպես ասած, ոչնչացրել, բայց այդ մոռացել եք արտասահմանում կացնի բազմակի հարվածներով, երբ սպանեցին Գուրգեն Մարգարյանին, դուք կարծում եք արտասահմանում հայը ապահովագրված է, անգամ ես Հայաստանում ապրելով ապահովագրված չեմ, որովհետև անընդհատ այնպիսի դեմքերի եմ հանդիպում, որոնք սադրում են քեզ, բայց նրանք թույլ են քեզնից, ես նրանց չեմ պատասխանում, որովհետև 23 հոգու ոչնչացրած մարդը չի կարող ինչ-որ թույլին պատասխանել, ասենք երիտասարդ նենց կենտրոնացման խնդիր ունեցող մեկը ընկերուհու հետ, սիրած աղջկա հետ քայլում է, սիրած աղջիկ ասելով ձեր լեզվամտածողությամբ էլի իր սիրած էակի, որովհետև աղջիկները սովորաբար փոքր են լինում, էլի, ասենք 18 տարեկանից հետո էլ ինչ աղջիկ, էլի, երիտասարդ կին են արդեն, 20-ից անցնում են, իր սիրած էակի հետ քայլում է, կենտրոնացման խնդիր ունի, ուսիդ հարվածում է ու հետևիցդ ինչ-որ բան է գոռում, կամ չգիտեմ, քայլում ես, ինչ-որ 30-նանց
տղայական մակարդակում մնացած անհատներ, անհատը չակերտավոր։ Ինչ-որ քմծիծաղ են տալիս, ինչ-որ աբսուրդ է սա, աբսուրդի թատրոն է սա, նոնսենս է, անհեթեթ է այս ամենը։ Ու այսպիսի մարդիկ քեզ համարում են ոչ հայ, այն մարդուն, ով թե հայկական երաժշտությունից է տեղյակ, թե հայոց պատմությունից, թե հայոց լեզվից, թե բանաստեղծ է, իդեպ, բանաստեղծություն եմ տեղադրում, պորտուգալացի անծանոթ մեկն է առաջինն արձագանքում, հայերը ոչ, մեկնաբանում ես, միանգամից սկսում են արձագանքել, երբ նրանց ուշադրությունը սևեռում ես այդ փաստի վրա։ Գերմանացի ընկեր ունեմ, նա իմ անուն ազգանունը, Կենաստեր Արիստակեսյան, հրատարակել է իր լուսանկարչական գրքում, որը լույս է տեսել Փարիզում, շնորհանդեսը Փարիզում է եղել։ Ինձ շատ է հետաքրքրում տգետները ինչ կարծիք ունեն իմ մասին, արժևորում են ինձ թե ոչ, վիրավորում են, սադրում են, ինչ են անում, ինձ հետաքրքիր է։ Ես շատ հանգիստ կարող էի արտասահմանում ապրել և լինել ավելի արժևորված, քան այս ներկայիս իրականությունում։ Այն հեծանը գրկած, որ տանում եմ, ինձ համար ձեր կարծիքով դժվար է, հա, ինչ-որ մեկին ուսից դրած տանել ու նետել աղբարկղի մեջ։ Մետրոյում մի անգամ գնում էի համերգ, ավելի ճիշտ սուրբ պատարագը լսելու, սովորական համերգ չէր։ Սաղմոսերգու արական երգչախմբի մատուցած այդ, այսպես ասած, այդ սուրբ պատարագի երաժշտական հատվածները։ Մետրոյում եմ մի հայր իր որդու հետ մտել է, այս խուճուճ մազերից նայելով երևի շշկրվել էր։ Բա ձեռդ խանգարում, բայց լիքը տեղ կա, էլի։ Ես էլ են թթենի շարժանկարը տեսել եք, չէ։ Այն որ ասում է, այն որ սենց ուսին դրած տանում է, հանգիստ կարող էի ուսից դրած սենց տանել ու մետրոյից դուրս շպրտել։ Չնայել, որ որդու հետ է, բայց հանգիստ, խաղաղ, համբերատար։ Ու այսպիսի իրավիճակներում անընդհատ հայտնվում ես այստեղ ապրելով։ Ես չեմ զարմանա, եթե մի օր ինչ-որ մեկը որոշի, ինձ էլ սուր գործիքով հարվածի սպանի։ Էդ ես շատ է պետք բանաստեղծով, կարևոր երևույթներից է խոսում, կարևոր շեշտադրումներ է կատարում, անհանգիստ է Հայաստանի ապագայով։ Գիտեք, ընկածներին հիշատակելիս ինչու են ասում հավերժ փառք, ինչու ողջերին չեն ասում հավերժ փառք, որովհետև մեր նախնիները եղել են խորը և քաջ գիտակցել են, որ փառքը կարող է տանել հպարտության, իսկ ընկածներն այլևս չեն կարող հպարտանալ իրենց արածով։ Ողջերն էլ չպետք է հպարտանան, ինքս չեմ հպարտանում արածովս, բայց երբ թշնամին գալիս է կոտորելու, դու չես կարող խոնարհ գտնվել և գլուխդ իջեցնել ներքև։ Այսքանը, ես չեմ ողջունում պատերազմը լավ բան չէ։ Լավ կացեք, հայերս, իրար աջակցենք և հոսենք։